Ձեր քննարկմանն ենք ներկայացնում ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները երկու կառավարության որոշմամբ փոփոխելու հարցը։ Դուք գիտեք, որ մենք երկար տարիներ ունեցել ենք այսպես կոչված Փարոս համակարգը, պարոն վարչապետ, եւ անցյալ տարվա ապրիլից մեկ նոր համակարգ ենք ներդրել երկու մարզերում՝ Կոտայքի եւ Սյունիքի, որը փորձնական էինք ներդրել եւ այս որոշումներով այդ փորձնական համակարգի գործարկման ժամանակ ի հայտ եկած հարցերի լուծումներն են ըստ էության տալիս եւ ընդհանուր առմամբ այս նոր համակարգը գործելու է Հայաստանում հուլիսի 1-ից, այսինքն հուլիսի 1-ից սկսած արդեն բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում համակարգում ընտանիքների դիմումները ստանալիս մենք գնահատումը իրականացնելու ենք այս նոր մոդելով, որը մինչ այդ գործում էր միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզում։ Այդ մեկ տարի եւ մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, որոնք ի սկզբանե կանխատեսված չէին եղել, որոշակի տեխնիկական հարցեր էին ի հայտ եկել եւ մենք դրանք լուծում ենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ տեղեկացնել, որ այս նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Որպեսզի թվերով ներկայացնեմ, թե մենք ինչ տվյալներ ենք ունեցել, պարոն վարչապետ, 2017 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100,000 ընտանիք այդ Փարոս համակարգում, 100,000 ընտանիք։ Եվ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ, այսինքն մոտավորապես հիմա մենք ունենք 46,000 ընտանիք, այսինքն անկումը եւ հին համակարգով եւ այս նոր համակարգով, որը Կոտայք եւ Սյունիքն է, 54.1%-ով պակասել է կամ 2.2 անգամ։ Սա իհարկե նաեւ ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաեւ տեսնում ենք մեր գործընկերների հրապարակած թվերով ազգային վիճակագրական ծառայության, մենք գիտենք, որ վերջի տարիներին այդ ցուցանիշը իջել է, ինչպես նաև մենք տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ նույն գործազրկության թվերի անկում, միջին աշխատավարձի բարձրացում, աշխատատեղերի թվի բարձրացում, այսինքն բոլորը խոսում են նույն process-ի մասին։ Մի երկու թիվ էլ ներկայացնեմ հին համակարգի եւ նոր համակարգի վճարվող նպաստների չափի, պարոն վարչապետ, որտեվ թեև մենք ասում էինք, որ շատ քաղաքացիներ ձգտում են մնալ այդ Փարոս համակարգում, բայց այնուամենայնիվ այնտեղ միջին նպաստի չափը ընդամենը 29,000 դրամ էր, այսինքն զուտ ֆինանսական առումով այն որևէ լուրջ աջակցություն չէր տալիս ընտանիքներին, ի հակադրություն նոր համակարգի, որտեղ նաև նպաստի չափն է կարիքի հիման վրա որոշվում, այսինքն ընտանիքի չափից կախված, ընտանիքի անդամների տարբեր կարգավիճակներից, տարիք, հաշմանդամություն, այլ կարգավիճակներ եւ միջինը այս պահի դրությամբ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 86,870 դրամ է, մոտ 87,000 դրամ, որը էականորեն կարող է բարելավել ընտանիքի վիճակը եւ ունենք նաեւ առավելագույն չափ էլի կախված ընտանիքի կառուցվածքից մինչեւ 280,000 դրամ նպաստ ստացող ընտանիքներ ունենք, բայց նորից եմ կրկնում համակարգի ամբողջ իմաստը եւ նպատակը այս մեր քաղաքացիներին այս վիճակից դուրս բերելն է, որպեսզի ինչ որ մի պահի նրանք այլևս կարիք չունենան նպաստ ստանալու եւ իրենց կենսագործունեությունը ապահովեն սեփական աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ, իհարկե կլինեն վստահաբար շատ փոքրաթիվ քաղաքացիներ, որոնց կարիք կլինի ավելի շարունակաբար աջակցել, բայց նպատակը դրանից իհարկե չի փոխվում։ Մենք շատ ինտենսիվ այս ընթացքում իհարկե աշխատել ենք մեր մյուս նաև գործընկերների հետ, այստեղ թվային տեխնոլոգիաներ են օգտագործում, պարոն վարչապետ, այս համակարգը գործարկելու համար մենք տարբեր բազաներից ինֆորմացիաներ ենք կարդում, ՊԵԿ-ի բազաներից, իհարկե բնակչության պետական ռեգիստրից, այսինքն ինքը նաև թվային փոխակերպման տրամաբանության մեջ է շատ կարևոր, մինիմալի է հասցված թղթային որևէ շարժ, շատ փոքր դեպքեր ունենք, որ կարող է հավելյալ կարիք լինի ինչ-որ բան ներկայացնել, որը մենք հաշվի կառնենք, ասենք օրինակ տարբեր հանգամանք, որը ոչ մի կերպ այս պահին թվայնացված չէ, բայց դրանց թվայնացմանը զուգընթաց դա էլ ամբողջությամբ կվերանա, նույնիսկ դիմումը թվային է, այսինքն ոչ մեկ ոչ միտեղ գալու կարիք չունի։